Բարեկալու Civilnet մինչ հարցազրույցին անցնելը խնդրում ենք հավանել այս տեսանյութը, տարածել սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին։ Իսկ եթե գնահատում եք անկախ լրագրությունը, խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքէջ եւ սեղմել Donate կոճակը, ինչպես նաև շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն դա արել են։ Իսկ իմ հյուրը ազգային ժողովի падգամավոր իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Թորոսյան, ամենավերջին իրադարձությունների մասին ենք ձեզ հետ զրուցելու եւ այսպես արթուն ենք քաղաքացիական նախաձեռնությունը, Էդգար Ղազարյան, ընդդիմադիր մի շարք գործիչներ միացել են եւ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու առաջարկությամբ են հանդես եկել եւ ազգային ժողովի բոլոր падգամավորներին ուղղել էին նամակ։ Այդ թվում նաև ձեզ, դուք ուղիղ եթերում, ես որքանով հասցրեցի դիտել այդ եթերը, պատրեցիք այդ նամակը եւ քննադատեցիք այդ նախաձեռնությունը։ Ընդհանրապես, ինչպես են քաղաքացիական պայմանագիր կուսակցություն վերաբերում այս ուրեմն նախաձեռնությանը եւ հաշվի առնելով այն, որ պարզեր որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կամ կուսակցության падգամավորները խմբակցությունը չէր աջակցելու այս նախաձեռնությանը, ինչու է դա արվում ըստ ձեզ։ Վերաբերում են ուղիղ այնպես, ինչպես ես վերաբերվեցի, այլ բան ակնկալելը էլի կլներ այդպես քաղաքական անհեռատեսություն կամ սնանկություն, եթե բան անենք, էլի որակենք, թեև չեմ սիրում որակումներ, բայց ինձ թվում է այդ նախաձեռնությունը ավելի շատ ոնց որ մեզ չի միտված, որտեվ ես շատ չեմ հետևում այդ մարգինալ ուժերի գործունեությանը, էլի անունները ինչ որ տվեցիք, առաջի անգամ եմ լսում անկեղծ ասած, բայց ոնց որ թե արևի տակ տեղ ունենալու համար է այդ նախաձեռնությունը, ընդդիմադիր արևի տակ, որ երբ որ ինչ որ մի ուժին մերձ գործիչներ կամ շրջանակներ փորձում են մեկ ուրիշ ուժի մեղադրել այս կամ այն չափով ընդդիմադիր լինելու կամ իրապես ընդդիմադիր լինելու մեջ, որը մեր գործը չի ընդհանրապես, մենք այնքան կարևոր խնդիրներ ունենք լուծելու մեր երկրում, որ կարծում եմ ազատ երկիր է, ինչ ուզում են թող ասեն, ինչ ուզում են թող անեն, իհարկե միանշանակ է բոլորիս համար զրոյական արդյունքով, էլի, այսինքն դա որևէ արդյունք չի կարող լինել եւ չէր կարող լինել, թե հիմա իրանք ինչ ներքին հարցեր են լուծում իրանց ընդդիմադիր խոհանոցում, դա էլ իրանց գործն է, այսպես ասած։ Ձեր կարծիքով ավելի շատ ընդդիմադիր դաշտում դիրքավորվելու խնդիր է լուծում, հատկապես ընտրություններից առաջ։ Ես կարծում եմ, որ այո, որովհետեւ ակնհայտ է նախ իրենց համար իրենց ռեյտինգները եւ պոպուլարությունը եւ նաեւ իրենց թեզերի ռեյտինգներն ու պոպուլարությունը, նույնիսկ եթե անձերից վերանանք, եւ երկրորդը, եթե այն կանխավարկածը դնում ենք, որ այստեղ ինչ որ ողջամտության խնդիր կա բաների մոտ, հեղինակների մոտ, եթե դնում ենք կողքի, այդ է դուրս գալիս, եթե այդ կանխավարկածով առաջնորդվենք, կարա տես լինի, որ այսքան ինչ որ պետքա հասկանան, էլի, իրանք վերջը տրամաբանությունից, պատճառ հետևանքան կապերից ոնց են։ Հասկանալի է։ Վերջերս տեղի ունեցավ եւս մի իրադարձություն կամ միջադեպ, իրադարձություն չի կարելի ասել, միջադեպ, նոր-նորքի վարչական ուրեմն շրջանում եւ վարչական շրջանի այդ ադմինիստրացիայում, տեղի ունեցած ծեծկռտուքի մասին է խոսքը, եւ իշխանության կողմից հստակ դատապարտում եղան մի քանի падգամավորների կողմից իհարկե, բայց կուսակցության մակարդակով կամ չգիտեմ դրան հետևեին կոնկրետ գործողություններ եւ եզրահանգումներ հստակ եւ այլն նոր-նորքի օրինակ վարչական շրջանի ղեկավարի գործից հեռացնելու եւ այլն մենք չենք տեսնում դա ինչու։ Տեսեք, նախ մենք բազմիցս դատապարտել ենք որևէ բռնություն եւ դրանից առավել դատապարտել հնարավոր չի պատկերացնել, մենք կարծում ենք, որ հանրային կյանքից ընդհանրապես, իսկ մեր նույնիսկ կենցաղային կյանքից եւ հատկապես նաեւ քաղաքական կյանքից դուրս պետք է լինի այդ բռնություն կոչվածը եւ հարցերը պետք է լուծվեն քաղաքական խոսքի, կարծիքների բախման եւ ճշմարտության վերհանման միջոցով, եւ եթե ասելիք կա, պետք է ասել։ Իհարկե դա այն ասելը բավական չէ եւ այնպես չի, որ մեր նման տաքարյուն ժողովուրդները այտենց հեշտ այդ ամեն ինչը ընդունում են։ Լինում են նաև սադրանքներ, սադրանքներին արձագանքներ եւ ես դատապարտում եմ եւս մեկ անգամ ցանկացած տեսակի բռնություն, այդ թվում այդ տեսակի բռնությունը
Նաև կարծում եմ, որ հանրային ծառայողները տարբեր մակարդակների ինչքան բարձր, այնքան ավելի պետք է հնարավորինս զուսպ լինեն, նույնիսկ այն դեպքերում, երբ որ կարծում եմ, որ իրենց անձնական արժանապատվությունն է ոտնահարվել կամ անձնական արժանապատվությանն են կպել ու կարամ բերեմ հենց մեր օրինակը, իմ օրինակը, ասենք իմ Facebook-յան էջում կամ, չգիտեմ, տարբեր լրատվամիջոցներում այնքան անձնական բաներ են ասվում մեր հասցեին, որ ես չէի հասցնի պարզապես բոլորի հետ օրինակ ցես կրտուքի մեջ մտնել, հա, եթե այսպես օրինակը բերեմ, եւ մենք մտնելով հանրային քաղաքական կյանք լրելյային պետք է հասկանանք դա, որտեվ այսպես է լինելու, այլ կերպ չի կարող լինել։ Դա ձեր ընտրությունն է, մտնելով հանրային դաշտ։ Ուրիշ բան, որ դա կարող է չարաշահվել, երբեմն հատուկ պրովոկացիաներ լինեն եւ օրինակ ես ինքս երբեմն մտածում եմ, որ օրինակ փողոցում կարող է լինել, ասենք, լինում է, ասում են, տարբեր բաներ են ասում, վանկարկումներ են անում, որակումներ են տալիս, ու բարեբախտաբար դեռ այտենց ուղիղ որևէ մեկը չի համարձակվել անձնական արժանապատվությանը կպնել եւ համակարգչի հետևում դա ավելի հեշտ է անել։ Ինչ կանեմ ես, հա, ես նույնիսկ ինքս ինձ այտենց հանգրեն ասած տրեն եմ անում, վարժեցնում եմ, հա, որ հանկարծ ես ինքս որևէ բանի մեջ չմտնեմ, նույնիսկ պատրաստ լինեմ կուլ տալ, բայց չեմ կարող վստահ լինել, որ այդ մեխանիզմը կաշխատի այնպես, ինչպես ես ինձ վարժեցնում եմ։ Ես նրա համար եմ ասում, որ կարծում եմ, որ այնուամենայնիվ պետք է հաշվի առնենք այս հանգամանքը, որ անկանխատեսելի կարող է լինել այդ արձագանքը, թեև նորից եմ կրկնում, դա մենք պետք է հաշվի առնենք եւ ես կրկին դատապարտում եմ։ Ուրիշ բան նաև, որ պետք է, եթե կա իրավունքի տեսանկյունից խախտում, որևէ վարչական, քրեական օրենսգրքի, նայել պետք է անկախ զբաղեցրած պաշտոնից, անկախ հրահրողի զբաղեցրած պաշտոնից կամ հանրային ինչ-որ դիրքավորումից, պետք է դա էլ իրավական արձագանքի արժանանա պատշաճ։ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետը, ձեր թիմակիցն է։ Եվ նրա տիրույթում է գտնվում սրան գնահատական տալ եւ գործողություններ իրականացնել հետեւությունները, որովհետեւ այնուամենայնիվ մեկ բան է, երբ Արսեն Թորոսյանը փողոցում քայլում է եւ մի խումբ անձիկ կամ ինչ որ մարդիկ իր հասցեն ինչ որ վիրավորանք հնչեցնեն եւ ինքն էլ տեղից պատասխանի, մեկ այլ բան է, երբ որ մարդը միայնակ գնում է թաղապետարան 4-ից 5 կամ 6 հոգով հարձակվում են, տեղ լինում է վիճաբանություն, լավ բեմականացված է։ Լրատվամիջոցներ կային, բարձ է, հանրային քննարկում պետք է լիներ։ Դե ամեն հանրային քննարկման չեն գնում։ Պարոն Թորոսյան, կարող է ցանկացած կարող է պրովոկացիա իրականացվել, բայց դա չի նշանակում 6 հոգով պետք է հարձակվեն մարդու վրա։ Նորից համաձայնվում եմ, բայց նորից դուք էլ լավացիք, որ կարող է ցանկացած մարդ պրովոկացիա իրականացվել, բայց նույնիսկ այդ դեպքում ասում եմ, պետք է մենք այնքան զուսպ եւ հասուն գտնվենք, որ չտրվենք այդ պրովոկացիան եւ նույնիսկ չշպրտենք ինչ որ բառակապակցություններ, որոնք այդ պրովոկացիային ըստ էության տրվել կնշանակեն եւ հաջորդը արդեն հարված կհաջորդի։ Պարոն Ավինյանը չպետք է հետեւություններ անի ձեր թիմակիցը եւ ազատի նրան աշխատանքից։ Մենք մեր գործընկերների հետ քաղաքապետարանի քննարկումներ ունեցել ենք, կարծում եմ, որ ինչ որ հանգուցալուծումներ միգուցե կլինեն, չեմ կարող հիմա ասել, ոչ լիազորված եմ, ոչ էլ իմ տիրույթում անկեղծ ասած, բայց մեր վերաբերմունքը այլ կերպ չի, քան ես ասացի։ ԿՊ-ն քաղաքական կաշկադվածություն ունի, նոր-նորքի Հանրապետություն կուսակցության ներկայացուցչին աշխատանքից ազատելու։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Որովհետև հիմա քննարկվում է ակտիվորեն այն, որ ԿՊ-ն կաշկանդված է, քաղաքացիական պայմանագիրը, որովհետև Հանրապետություն կուսակցության շնորհիվ է, որ քաղաքացիական պայմանագիրը ունի իշխանություն Երևանում, եւ եթե կոալիցիան փլուզվի, քաղաքացիական պայմանագիրը իշխանություն չի ունենա։ Իմ արձագանքից ավել բան ես չեմ կարող ասել, նորից հիշեցնելով, որ այնուամենայնիվ դա անընդունելի է եւ մենք մեր գործունեության մեջ, մեր հանրային խոսքում, մեր վարքագծում պետք է առաջնորդվենք այլ սկզբունքներով։ Ինչու չեք ցանկանում ուղիղ պատասխանել իմ հարցին։ Ես պատասխանեցի այնքանով, ինչքանով պատասխանեցի։ Դրանից ավել չեմ կարող։ Չէ, հարցը շատ հստակ է, պարոն Թորոսյան։ Եթե ես կաշկանդվածություն ունեք, թե չունեք։ Պատասխանը ինձ թվում է պարզ էր իմ եւ քաղաքական ավելի լայն կոնտեքստն էլ միշտ հաշվի է առնվող։ Լավ, որպես իշխանություն ինչպես եք վերաբերում մեկնաբանությանը, դուք ակնհայտորեն տարբերվում է,
ձեր գնահատականը, որ դուք դատապարտում եք, Հանրապետություն կուսակցության գնահատականից։ Ես դատապարտման ցանկացած տեսակ։ Այո, նաև այս կոնտեքստում եք դատապարտում, բարձ այս կոնտեքստի մասին է հարցը։ Եթե սա բռնություն է, դատապարտում։ Եթե որ է բռնություն չի։ Նկատի ունեմ, այսինքն այդպես չի, որ մյուսները չենք չեմ դատապարտում, այս մեկը դատապարտում եմ, բոլորն եմ դատապարտում։ Եթե չի, բռնություն է, չէ։ Ասեցի, հա իհարկե։ Այո, Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ասում է, որ բայց սադրված բռնություն նաև։ Okay, ինչ ասում Հանրապետություն կուսակցության ղեկավարը։ Ասում է, որ նա չպետք է հեռանա պաշտոնից կամ հեռացվի պաշտոնից, որովհետև այդ սադրանքը գծվել է Ռուսաստանի դեսպանատանը եւ աշխարհաքաղաքական կոնտեքստ ունի նոր-նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկրտուկը։ Իհարկե կոալիցիոն գործընկերներ են եւ շատ են գնահատում գործընկերությունը, բայց կարող է մեր կարծիքները տարբերվել այդ հարցերում, եթե իրենք տեսնում են այդտեղ աշխարհաքաղաքական հետ, միգուցե եւ այն կա, ես չեմ բացառում։ Նոր-նորքի թաղապետարանում։ Դրա համար ասացի չեմ բացառում, բայց դրան իմ վերաբերմունքը արտահայտեցի արդեն։ Շատ լավ։ Նաև ինձ թվում է պետք է ձեր կոալիցիոն գործընկերների, չգիտեմ, մեկնաբանություններին ուշադիր լինեք, որովհետև իսկապես հետաքրքիր է փաթեթավորումը, թե ինչպես է ներկայացվում։ Պարոն Թորոսյան, ինչ ակնկալել, ես հիմա շատ այսպես բավական կտրուկ փոփոխություն եմ թեմայի անում, ինչ ակնկալել խաղաղության գործընթացից եւ արդյոք կա վտանգ, որ խաղաղության համաձայնեցված պայմանագրի տեքստը կարող է չստորագրվել։ Տեսեք, խաղաղության գործընթացից պետք է ակնկալել խաղաղություն, ուրիշ ոչինչ, իր բոլոր ատրիբուտներով, դժվարություններով, նաև որտեղ գործընթացը հենց նրանով է գործընթաց, որ սկիզբ ունի եւ չունի ավարտ, որտեղ նույնիսկ ամենալավ խաղաղ ապրող երկրները կարող են ավելի խաղաղ ապրել եւ բոլոր իրենց հարցերը իրար մեջ լուծել։ Եվ մենք այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում, փորձելով հակառակ տրամաբանությունը աստիճանաբար դուրս մղել, հա, կոնֆլիկտային տրամաբանությունը, որը ամենահեշտն է եւ շատ ջանքեր չի պահանջում, իսկ ի տարբերություն խաղաղության գործընթացի, որը ավելի շատ ջանքեր եւ աշխատանք եւ համբերատարություն, հաստատակամություն, նաեւ դրան դեմ ուղղված բազմաթիվ ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմագրավել։ Տեսեք, նախ ինքնին լավ է, որ տեքստը համաձայնեցվել է եւ նաեւ ուզում եմ հիշեցնել, որ մի փաստաթուղթ էլ արդեն ստորագրված ունենք Ադրբեջանի հետ, դա համանազատման աշխատանքային կանոնակարգն է, որը ըստ էության առաջին երկկողմ համաձայնագիրն է եղել եւ ստորագրված եւ ավերացված, որի մեջ արդեն իսկ որոշ սկզբունքներ ֆիքսված էին եւ փաստացի դա մեր եւ Ադրբեջանի ներքին օրենսդրության մասն է, այդ թվում նույն տարածքային ամբողջականությունը կամ Ալմատի հռչակագրով սահմանազատումը, որը ըստ էության մոտավորապես նույն բանն է։ Եվ մենք իհարկե տեսել ենք Ադրբեջանի թե գործողությունները, թե հայտարարությունները տեքստի համաձայնեցումից հետո եւ պետք է աշխատենք, որ գնանք առաջ այդ համաձայնագիրը ստորագրելու, բացատրելով թե միջազգային հանրությանը Ադրբեջանի կողմից բերվող տենց կեղծ պատրվակների կեղծության վերաբերյալ սահմանադրության հարցն է, ԵԱՀԿ Մինսկի խմբի մասով արդեն ասել ենք, որ եթե համաձայնագիրը ստորագրվում է հենց նույն պահին վարչապետը պատրաստ է ստորագրել նամակը խումբը խնդրելով ԵԱՀԿ քարտուղարությանը խումբը լուծարել, նույնիսկ չգիտեմ էլ այդ ինչպես է տեղի ունենում կամ ինչա ենթադրում, մանավանդ որ ինքը ըստ էության ոչ էլ գործում է վաղուց։ Եվ նաև տեսել են գործողությունները Ադրբեջանի կրակոցների տեսքով, անկանոն արդեն երբեմն էլ կանոնավոր դեպի տների ուղղությամբ ու նաև պարբերաբար կրկնվող հայտարարությունները, որ մենք կրակում ենք Ադրբեջանի վրա, սա ցույց է տալիս երկու բան. նախ առաջինը, որ համաձայնագիրը ի հակադրություն կամ ի հեճուկս մեր ընդդիմախոսների եւ քննադատների Ադրբեջանի զիջումներով չէ Ադրբեջանի նկատմամբ եւ մենք տենց ամեն ինչ զիջելու տրամաբանության մեջ չէ, այլ ինքը երկկողմանի միջազգային իրավունքի վրա հիմնված փաստաթուղթ է եւ եթե լիներ այդ մեր ընդդիմախոսների ասածով Ադրբեջանը վաղուց պետք է ստորագրացներ, այսինքն ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը բխում է մեր շահերից եւ նաեւ դրա պատճառով է, որ Ադրբեջանը ձգձգում է դրա ստորագրման process-ը։
Այդ շատ կարևոր է։ Ուղղակի ձգձգում է, որովհետև գիտի, որ ավելին կարող է ստանալ, ավելի մեծ զիջումներ կարող է կորզել։ Ավելի կարողանար ստանալ կամ ավելի ստանալու բաներ, թող ստանար։ Ինչի ենք համաձայնվել այդ դեպքում տեքստի հետ։ Եվ սա շատ կարևոր է, որ բոլորը մեր քաղաքացիները հատկապես, ովքեր որ սրա ուղիղ շահառուն են, հասկանան խաղաղության համաձայնագիրը, տեքստը, որը մի օր կհրապարակվի եւ բոլորը կհամոզվեն դրանում, ամբողջությամբ արտահայտում է Հայաստանի պետական շահերը եւ եթե այդպես չլիներ, Ադրբեջանը վաղուց ստորագրած կլիներ։ Եվ երկրորդ բանն է նշանակում, որ Ադրբեջանը այնուամենայնիվ չի այդքան էլ միգուցե հակված չի խաղաղության, քան մենք, բայց այլ բան, քան մենք անենք խաղաղությանը ձգտելու մեր գործողության, չենք կարող եւ չպետք է անենք, որտեվ Ադրբեջանին միգուցե օրինակ ձեռնտու է Հայաստանում ռևանշիզմը, որ մի կայծ պորտկի, մի կրակոց լինի, մի բախում լինի, որպեսզի ինքը լայնամասշտաբ պատերազմ սկսի Հայաստանի նկատմամբ, ինչը կարծում ենք, որ որևէ կերպ չի կարող լավ ելք լինել մեր բանակցությունների կամ ընդհանրապես մեր հարաբերությունների շարունակման, մենք կարծում ենք, որ մենք պետք է դուրս գանք այդ տրամաբանությունից, նաև աշխատելով գործընկերների հետ, ինչ որ վստահության քայլեր անելով, հիմա գիտեք, օրինակ տարբեր քայլեր արվում են փոխնախարարների մակարդակով ֆորմատ կա արտաքին գործերի Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, ինչու ոչ մի։ Դա արդեն ֆորմատ է, թե առաջին հանդիպումն էր։ Ձեւ վերածվելու է ֆորմատի, թե ոչ։ Ես չգիտեմ, բայց ինքնին որ հանդիպում են եւ միգուցե դա դառնա շարունակական, ֆորմատը այնպես չի, որ ինչ-որ այնտեղ գրվում եւ ստորագրվում է։ Չէ, եթե պարբերաբար դառնան այդ հանդիպումները, կարելի է ձևաչափ անվանել։ Այնուամենայնիվ դա դրական ազդակ է, արդեն բավական ցածր, հա, մակարդակով, որտեղ մինչեւ այդ լինում էր արտգործնախարարների հանդիպում շատ հազվադեպ եւ պաշտոնական երկրների ղեկավարների մասշտաբով վաղուց չի եղել հանդիպում, կար իհարկե փոխվարչապետերի մակարդակը, որը ըստ էության արդյունավետ դուրս եկավ, ինչ որ մասով եւ հույս ունենք կշարունակվի։ Ես նկատում եմ, որ այդ փոքրիկ քայլերը, որոնք թվում է թե ոչինչ են, հա, որտեղ մեզ մեծ քայլն է, մեծ արդյունքն է միանգամից պետք եւ դա իրոք այդպես է, այսինքն ոչ մեկ չի կարող հերքել, որ կարևորը մեծ արդյունքն է, բայց այդ մեծ արդյունքին հասնելու համար տասնամյակների կոնֆլիկտ ունեցող երկրների միջև փոքրիկ քայլերն են կարևոր։ Հիմա վաղը օրինակ, չգիտեմ, եթե ես կամ մենք մի падգամավոր, մի քանի падգամավորի հետ էլ հանդիպենք, թեև հասկանում ենք Ադրբեջանը ինչ տեսակի երկիր է, այնտեղ դերերը, ով ինչ է որոշում եւ այլն, հա, բոլորը շատ լավ հասկանում ենք երկրների կառավարման մեխանիզմները, բայց դա էլ դրական քայլ կլինի հասնելու ինչ որ ավելի լավ արդյունքի եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի եւ դրանով սկսվի արդեն խաղաղության գործընթացի իրագործման, հա, փուլը, որտեղ ինքնին ստորագրումն էլ դեռ չի նշանակում վերջնական խաղաղություն։ Դրանից պետք է բխեն բազմաթիվ այլ գործողություններ, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, նույն դելիմիտացիան պետք է շարունակվի, այլ չլուծված հարցեր պետք է լուծվեն, որոնք իդեպ մենք փորձում ենք նաև զուգահեռ անել, անկախ նրանից խաղաղության համաձայնագիրը կստորագրվի թե չէ, ինչու ոչ պետք է նաև հաշվի առնել Ադրբեջանի կողմից մեր երկրի ներքին գործերին այս կամ այն կերպ միջամտելու ցանկությունները, այս process-ները բան անելով, ձգձգելով, որպեսզի նաև մեր երկրում չլինի այնքան կայուն վիճակ, որ միգուցե դա էլ օգտագործվի իրանց կողմից այս կամ այն կերպ, չգիտեմ, որ փուլում։ Այսինքն մենք դա էլ պետք է հասկանանք, որ Ադրբեջանը դրանով ձգձգելով դա ստորագրումը եւ ոչ միայն այդ, նաեւ օրինակ նույն դատավարությունները գերեվարված անձանց եւ դրա տիրաժավորումը իր ուզեցած դիտանկյուններով նաև նպատակ ունի Հայաստանի ներսում քաղաքական անկայունություն հրահրելու եւ դրանից էլ դիվիդենդներ քաղելու այս կամ այն կերպով սկսած պարզապես թույլ կառավարման համակարգ ունենալուց վերջացրած միգուցե ավելի վտանգավոր բաներով մենք դա էլ պետք է հաշվի առնենք երբ որ մենք այդ ամեն ինչը տեսնում ենք դա իհարկե դժվար է որովհետեւ հաճախ էմոցիաները վեր են ավելի կանգնում գիտակցությունից, բայց մեր խնդիրն է դրա մասի խոսելն է մեր ժողովրդին բացատրելը։ Ես ճիշտ եմ հասկանում ձեր խոսքից, որ եթե ստորագրվի եւ ամեն ինչ գնա, այսպես ասած, խաղաղ կարգավորման հունով, եթե ստորագրվի համաձայնեցված պայմանագրի տեքստը,
ապա դա ավելացնելու է քաղաքական կայունությունը Հայաստանում։ Միանշանակ ավելացնելու է, իհարկե ավելացնելու է։ Եվ այս կտրվածքով ինչպես եք վերաբերում այն քննադատություններին կամ հայտարարություններին, որ իշխանությանը պետք է այս խաղաղության պայմանագիրը ստորագրված տարբերակով, որպեսզի 2026 թվականի ընտրություններին կարողանա ել ավելի այսպես բարվոք դիրքերից հանդես գա հանրության առաջ։ Տեսեք, մեր համար ընտրությունները մեր առաքելությունը իրականացնելու համար են, որ մենք ստանձնել ենք, եթե մեր ժողովուրդը կորոշի, որ ինչ որ փուլում այլևս չունենք մենք անելիք, մենք չենք լինի իշխանության ընտրությունների ձևով կամ այլ ընտրությունների արդյունքում կամ այլ արդյունքում, բայց ես կարծում եմ, որ խաղաղությունը ինքնին այնքան ավելի կարևոր արժեք է եւ արդյունք է մեր երկրի, մեր ժողովրդի համար, որ այստեղ քաղաքականացումը առավել քան կա, հակառակ բանն է տալիս։ Իսկ հիմա մեր ընդդիմախոսները, որոնք էլի մասնակցել են ընտրություններին, իրանք ինչ են ասում։ Ասում են, որ մենք էլ ուզում ենք, որ խաղաղության համաձայնագիրը չստորագրվի, որպեսզի ԿՊ-ն մյուս ընտրություններում չհաղթի, որտեղ ձեր ասացի տրամաբանությունը նաև դա է։ Իրենք ասում են, որ չէ, եւ արդյոք չի բխում Հայաստանի շահերից։ Ես էլ ասում եմ բխում է եւ ապացուցեցի ինչու է բխում։ Իսկ արդյոք օրինակ նույն մեր ընդդիմախոսների եւ նույն Ադրբեջանի իշխանությունների այդ քաղաքականությունը շատ սիխրոն չի, որ այնքան թույլ լինի Հայաստանը եւ նաեւ այսօրվա գործող իշխանությունը, որ մինչեւ 26 թվականի ընտրությունները չստորագրվի, ընտրվեն այնպիսի ուժեր, որոնք որ չեն ուզում, որ դա ստորագրվի, եւ դա այդպես էլ չստորագրվի, եւ մենք ունենանք կոնֆլիկտի սրացում, որը անխուսափելի է լինելու, եթե չկա խաղաղություն, մենք տեսել ենք, կա ստատուս քվո, լավ, հա, ասենց ասեմ, խաղաղություն եւ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, այդ ստատուս քվոյի արդյունքը ինչ է լինում, նաեւ հաշվի առնելով, թե ինչ ախորժակ ունի, հա, այդ կոնֆլիկտի մյուս կողմը մեր տարածքների նկատմամբ, մեր, չգիտեմ, ինչ որ ճանապարհների նկատմամբ եւ այլն։ Եվ ձեր հարցի պատասխանը հենց այնա ինչ որ էսի։ Մենք շահագրգռված ենք խաղաղության համաձայնագիր ստորագրումով օր առաջ, անկախ նրանից թե 26 թվականի ընտրությունները ինչպիսի արդյունք ունեն, որպեսզի այս երկիրը հնարավորություն ունենա հարատև ապրելու մեր տարածաշրջանում Հայաստանի Հանրապետությունը։ Ոչ թե հակառակը, անվերջ ունենա վտանգներ առնվազն մի ուղղությամբ, որը նաև երբեմն տեսնում ենք ինչպես է երկրորդվում մեկ ուրիշ ուղղությունից կամ առնվազն պաշտպանվում, հա մինչև նա չլուծվի, ես ձերը չեմ նորմալ նկատի ունենք Թուրքիային։ Այո։ Որ տենց անվերջ մնանք պատանդի կարգավիճակում կամ մի օր չլնենք հանգամանքների բերումով։ Մեր դիրքորոշումը լրիվ հակառակն է։ Մենք ուզում ենք լուծում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը, պետականությունը, սուվերենությունը Հայաստանի Հանրապետության լինի հարատև եւ հնարավոր լինի համակեցության կանոններով, պարզ համակեցության կանոններով, ոչ մեկ չի խոսում ինչ որ եղբայրության կամ, չգիտեմ, տենց արագ բարեկամության մասին, չգիտեմ, 50-100 տարի հետո հնարավոր կլինի այդ ժողովուրդների հետ այդ ժողովուրդներին այլ կերպ վերաբերվել, ինչպես օրինակ հիմա վերաբերում ենք մենք Իրանին, հա, մենք համարում ենք մեզ բարեկամ երկիր, բայց այնպես չի, որ նրանց հետ թշնամություն չենք ունեցել։ Ավելի լավ, բայց առնվազն նորմալ, պարզապես ոչ թշնամական եւ ոչ թշնամական չի նշանակում պարտադիր եղբայրական հարաբերությունների ձգտում մենք պարտավոր ենք ունենալ եւ բոլոր քաղաքական ուժերը պետքա պատասխանեն այս հարցին։ Նույնիսկ այն քաղաքական ուժերը, որ մեզ քննադատում են, իսկ իրենք խուսափում են այդ հարցից։ Իրանք խուսափում են պատասխանել, թե որն է Հայաստանի տարածքը, քառակուսի կիլոմետրերով, սահմաններով, ի վերջո իրանք ճանաչում են մեր տարածքային ամբողջականությունը, թե չէ, որտեղ եթե մի ուժ չի ճանաչում քո տարածքային ամբողջականությունը, հետեւաբար ինքը չի ճանաչում նաեւ քո հարևանների տարածքային ամբողջականությունը, հետեւաբար ինքը ակնհայտորեն սադրում է պատերազմ հարևանների կողմից։ Այդ հարցերի պատասխանը ոչ մեկ չի տալիս բացի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը լավորից չի որ տալիս այդ հարցերի պատասխանը։ Մինչև 2020 թվականը քաղաքացիական պայմանագիրն էլ չէր տալիս ու ավելի էր սրում այդ հռետորաբանությունը։ Քաղաքական ուժն է, որ նաև ինքնահայացում է անում եւ սովորում է իր սխալներից եւ չի վախենում դրանց մասին ասել, ի տարբերություն մեզնից միգուցե տարիքով ավելի մեծ, բայց այդպես էլ չհասունացած քաղաքական ուժերի։ Պարոն Թորոսյան, 2026 թվականից վերջին հարցն է, 2026 թվականի ընտրություններից ինչ ակնկալիք ունեք։ Կարող եք կորցնել իշխանությունը, որովհետեւ վերջին հարցումների համապատասխան համաձայն
երբ նայում ենք Միջազգային Հանրապետական ինստիտուտի հարցումները, ես դրա մասին եմ խոսում, քաղաքացիական պայմանագիր կուսակցության Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը մոտավորապես 16-ից 20%-ի շրջանակներում է տատանվում։ Սա ամենացածր կետերից մեկը, չէ, մյուսներին ավելի ցածր է, դրա մասին չի խոսքը։ Սա ամենացածր կետերից մեկն է, եթե հաշվի չառնենք անմիջապես պատերազմից հետո այդ ժամանակ չի արվել հարցում, չգիտեմ ինչպիսին կլիներ, բայց հիմա երևի հեղափոխությունից հետո ամենացածր կետերից մեկում է գտնվում։ Կկարողանաք վերընտրվել, հաղթել այդ ընտրություններին, թե կկորցնեք իշխանությունը։ Ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք ընտրությունները, բայց մեր համար ոչ թե ինքնին հաղթանակն է կարևոր, այլ ընտրությունների միջոցով իշխանությունը ձևավորելու սկզբունքի հավերժական պահպանումը, որին նաև պետք է մեր քաղաքացիները մեծ ուշադրություն դարձնեն եւ ընտրեն նաև այնպիսի ուժեր, որոնք որ երաշխավորելու են ապագայում նաև ընտրությունների միջոցով իշխանությունների ձևավորումը եւ հիշեն նաև այդ ուժերին, որոնք արդեն ունեցել են հնարավորություն, բայց հակառակն են արել, այդ մեկ, այսինքն ընտրություններով իշխանությունների ձևավորումը սահմանադրության երկրորդ հոդվածի գերակայությունն է ամենակարևորը, ոչ թե մենք կընտրվենք, թե ուրիշները։ Երկրորդը, տեսեք, դուք ասում եք, որ մեր ռեյտինգը վարչապետի քաղաքացիական պայմանագրի ցածր է, ինչ-որ հարցումների համաձայն։ Միջազգային Հանրապետական ինստիտուտի հարցումն չեմ վիճակում այդ հարցումները։ Ինքնին հարցումների արդյունքները ուղիղ դեռ ընտրությունների արդյունքներ չեն նշանակում այդ մեկ, բայց երկրորդը ցանկացած իշխանություն իր իշխանության մեջ գտնվելու տարիներին բազմաթիվ քայլերի համար, այդ թվում ոչ պոպուլիստական քայլերի համար, բայց որոնք որ օրինակ կարող են 5-10 տարի հետո քո երկրում շատ մեծ փոփոխություններ բերել կամ ժամանակի ընթացքում ցույց տալ, կորցնում է ռեյտինգ։ Եվ ես համարում եմ, որ եթե նույնիսկ մենք պետք է դա հասկանալով այդ ռեյտինգը փորձենք ծախսել հենց այդպիսի քայլերի վրա, որոնք երկարատև արդյունք են տալու եւ ոչ թե կարճատև ինչ որ պոպուլիստական քայլերով եւ նաեւ նախընտրական քարոզարշավի ժամանակ մեր ծրագիրը, մեր գաղափարախոսությունը, մեր հիմնական ասելիքը մեր ժողովրդին ի վերջո ցույց կտա։ Մեր ժողովուրդը կշարունակի մեզ վստահել, թե չի շարունակի, ես ժողովրդավարության մեջ մենք ժողովրդավարության մեջ ապրելով ես չեմ տեսնում այդտեղ որևէ վատ բան, որ իշխանությունները փոխվեն երկրում եւ փոխվելու են ինչ որ մի օր, բայց նաեւ տեսնելով քաղաքական ներկապնակը, թե այն ուժերը, ովքեր որ հավակնում են նորից իշխանության կամ այդ ուժերի իշխանության գալուց հետո Հայաստանի վիճակը, ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները ճիշտ ընտրություն են կատարելու։ Շնորհակալություն զրույցի համար։ Civilnet-ի տաղավարում ես զրուցեցի Արսեն Թորոսյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։